Պատրաստում ենք այսպիսի կատարյալ մշնաբույն ընդամենը մի քանի քայլ կատարելով և ստացվում է անչափ համեղ։ Խմորի համար մեզ անհրաժեշտ է 4 ձու, այն կոտրում ենք և ավելացնում 1 բաժակ շաքարավազ և լավ հարում։ Ավելացնում ենք 3 ճաշի գթալ մեղր և կրկին խառնում։ Որից հետո ավելացնում ենք 5 ճաշի գթալ հալած յուղ։ Այնուհետև ավելացնում ենք 5 ճաշի գթալ կաթ և կրկին հարում։ Ավելացնում ենք 1 թեյ գթալ սոդա և մի փոքր վանիլին։ Զանգվածը լավ հարում ենք և ավելացնում մաղած ալյուրը։ Ալյուրն ավելացնում ենք այնքան, որպեսզի ստացվի պինդ խմոր։ Խմորը պետք է այսպես լավ պինդ լինի։ Սեղանի վրա ևս մի փոքր հունցում ենք և բաժանում գնդերի։ Ես բաժանել եմ 6 փոքր մասերի։ Փոքր մասերի եմ բաժանում, որպեսզի լավ սառի և քերիչով անցկացնելուց ավելի հեշտ լինի։ Գնդերը դնում ենք տոպրակի մեջ և դնում սառցախցիկ, որպեսզի լավ սառի։ Լավ սառելուց հետո գունդը հանում ենք հատիկ-հատիկ և սկսում անցկացնել քերիչով։ Քերիչով անցկացնելիս պետք է այսպես անընդհատ ալյուր ցանել վրեն, որպեսզի իրար չկպնեն։ Վերջացնելուց հետո անց ենք կացնում մաղով և տեղափոխում ջեռոցի տապակը։ Տապակի մեջ հավասարաչափ փռում ենք և թողնում ենք մինչ կարմրելը։ Երբ արդեն մի փոքր եփվել է, խառնում ենք, որպեսզի իրար չկպնեն և կրկին կարմրացնում մինչև վարդագույն դառնալը։ Պետք է այսպես նուրբ գեղեցիկ ոսկեգույն երանգ ստանա։ Ամբողջը վերջացնելուց հետո պետք է պատրաստել կրեմը։ Կրեմի համար մեզ անհրաժեշտ է 200 գրամ կարագ և 1 տուփ եփած խտացրած կաթ, որին ավելացնում ենք 5 ճաշի գթալ մեղր և մի փոքր վանիլին։ Դնում ենք կրակին և լավ խառնում, մինչև այսպես լավ համասեր զանգված դառնա։ Եվ այսպես տաք-տաք ավելացնում ենք նախօրոք եփված մեր խմորին։ Պետք է շատ լավ խառնել, որպեսզի խմորի բոլոր մասերում տարածվի կրեմը։ Այնուհետև սուրճի բաժակը թռչում ենք և լցնում ենք մեր խմորը և գդալի օգնությամբ լավ սեղմում։ Այնուհետև խոհանոցային տախտակի վրա այսպես 2 անգամ խփում ենք և շատ հեշտությամբ ներսից դուրս է գալիս։ Եթե հավանեցիք պատրաստման իմ տարբերակը, բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք և լայքեք։